որ իր մասին խոսքերն ավելորդ են, շատ խելոք, համեստ, բոլորի հանդեպ նվիրված, բոլորին սիրող, Սուրենը շատ աննկարագրելի երեխա, ես չեմ գովում իմ երեխային որպես ծնող, իմ երեխան այդ երեխան էր, բոլորի կողմից սիրված, հարգված ու մեկը չէ երկուսն էլ, Սուրենը շատ փոքր տարիքից աշխատել է, Սուրենն էր մեր միակ տան աշխատողը, 66 տարեկան, թոշակառու, հիվանդության համար կարգ ստացած նույնն էլ ես, այդ տեսակ ծնողների երեխուն զինակոչեցին բանակ, մեր միակ աշխատող բերող շատ խելացեր, ասի ոչինչ տղես, տարիքիս է, ոնց որ բոլորը նենց էլ դու կծառայես, հա ասես մամ ես էլ եմ ուզում, ու շատ ուրախ ճանապարհեցինք, այս պրիսյակից հետո երեխուս տարանք հանձնեցինք, երկրորդ օրը կազմակերպեցին, երրորդ օրն արդեն հանի սարերը, ասում է բանի համար, տագնապի համար փորձեր ենք անում, հանին կիլոմետր կես երեխես քայլեց, շատ դժվարությամբ շունչը ասում է հետ էինք մնում, մամ մի քանի հոգի մենակ ես չէի, ձերքի բռնած բոլորս ասում մեկս մեկին քաշում էր որ տաներ, երևի էդ էր պատճառը պատժելու, ասում է իբր թե պատժամիջոց էր իրիկունը, որ մեկն ասում է ճաշարանում են կռիվ արե, հոգնած երեխեքը, ճաշարանում երբեք մի ամիս էր արդեն, այնքան լավ էին մեկը մյուսի հետ, շատ լավ էին, այնտեղ կռիվ չկար, պատժելու միջոցեք, հակագազը պիտի հագցնեք, ասեք դուրս եկեք գնացեք, ոնց ուր եք գնում, ուր էին գնում, ժամը 9-ին հանգստի ժամ, իմ երեխեն ինչ գործ ունեն փողոցը, Են էլ հակակազով, որ ոչ տեսելա, ոչ լսելա, ու այդ վթարը որտեղից տեղի ունեցավ, հակագազով ա եղե իմ երեխեն, գյուղացիք են տեսե, ով որ առաջին օգնությունը ցույց ա տվե, իրանք մրթած են ելե, իրանք սկի տեղյակ էլ չեն ելա երևի, հակագազով են եղե, հակագազով չլինեին, այ պնը, քո խելքին չենք կարա լինենք մենք, միգուցե մենք այդքան անգրագետ ենք, չենք հասկանում, որ այդ երեխեն չլսավ, չտեսավ, բա որ երեխեն տենց գնում էր առանց հակագազի, ոչ չլսավ այդ ավտոյի ձայնը կամ չտեսավ, հակագազով են եղե, ես պնդում եմ, հակագազով են եղե, իրանց Սարգսյանով, իրանց շտաբի պետով, իրանց ՊՆ-ի նախարարով Պապիկյանով, իրանց վարչապետով, բոլորը պիտի պատասխանատվության ենթարկվեն, բոլորի մեղավորությունը կա, այդ վարորդն էլ պիտի պատասխանատվության ենթարկվի, բոլորը, այս ՊՆ-ն պիտի հենց որ ասում ես եմ մեղավոր, բա ով է մեղավոր, ինչ է իր որ եկար դու նախարար դառար, տարիքետում ստացած երեխուն, Աբովյանի վայենկոմատը հենց, մեր Աբովյանի զինկոմիսարիատը, տարեկետում ստացած տված երեխուն, տան միակ աշխատողը, հիվանդ ծնողներին պահող երեխեն գնացել է դպրոց, դպրոցից հետո գնացել է աշխատանքի, որ ծնողներին պահ, դուք ոնց տարակ, էլի համաձայնվեցինք այդքանին, այդ մտքին, ոչինչ ասեցինք, թող ու ծառայում էր, խի հանեցիք այդքանից, հետո սպանեցիք իմ երեխուն, դաժան ձևով սպանեցիք իմ երեխուն, ես գնացի ասի, 66 տարեկան, թոշակառու, հիվանդ, մարդկանց, երեխուն կարելի է բանակ զինակոչել, ասում է հիմա տենց օրենք չկա, պիտի ծնողները կայլասկի վրա լինեն, որ երեխուն չտանեն, ես իմ ինչ դեպքում որ չտանեն, տարակ դե բերեք տվեք, բա որ հլը իմ երեխեն իրանից չէր խոսում, ասե ման բա որ ես ուրիշին վնաս տամ, չէր գիտի որ ինքը պիտի վնասվի, պիտի պատասխան տան, անպայման պիտի, ու մինչև հիմա խի ձերբակալված չեն, ոչ մի ձերբակալված չկա, ինչու, սիրտն էր, ինքը վազելուց արագանում էր սիրտը, ծանր գործեր էլ չէր կարողանում աներ, ասեցին սահմանափակումով, դու ընդեղ ոչ մի բան չես անելու, հարց առաջացավ, եթե ոչ մի բան չի անելու, խի են տանում, խի եք տանում ձրի հացուտող ջուր խմող, թողեք դու աշխատիր, ինքը պահի բոլորին, հələ ինքը աշխատի օգնի մյուսներին, այդ ֆիզոյից ազատված տարան, շատ ստուգեցին, իբր թե չգտան ոչ մի բան, առողջ ես, պիտանի ես ծառայությանը սահմանափակումներով,
Ինքն էլ գնաց, որ սահմանափակումներով ծառայեր։ Չես վազելու, դիրքեր չես գնալու։ Այդ երկու բանը ասել էի։ Փաստացի արել է ամեն ինչ էլ։ Նեղվում էր վազելուց։ Շատ էր նեղվում։ Վազելուց նեղվում էր։ Հա, ոնց որ շունչը կտրվեր։ Տարել են, այդքանով հանդերձ տարել են, իմ երեխուն տարել են այդքանով հանդերձ, այո։ Պիտի չաներ այդքան։ Եթե երեխան այդ հոդվածով եկել է, մի տանջեք, եկել է։ Ուրիշ բան արեք, ուրիշ հանձնարարություն տվեք։ Ես էլ ասեցի ոչինչ դե, էսի երևի պատրաստվում են բանին, պրիսյակին, թող անի։ Տղայա համել թող բացվի։ Այդ պրիսյակից հետո էլ չհասցրեցինք տենանք էլ ինչ են անում։ Սպանին մի անգամից։ Ինքը չէր բողոքե 4-րդ վաշտից, ոչ մի բողոք չուներ, չէր բողոքե։ Իրանք առաջարկում էին, արի մեր հեռախոսը տանք, զանգի մամայիդ հետ խոսա, մինչև դու իրիկունը կխոսաս, ասել էր, չէ, լավ է, հեսա ես իմ հեռախոսով կզանգեմ, իմ մամայի հետ խոսամ։ Ու ինքը ամեն օր խոսում էր, շատ էլ խոսում էր, կանգնում էին կողքները, սերժանտները կողքերն էին, իրանցը բացի թողի վիճակ չկար, լավ հսկում էին, իջավ այդ 2-րդ վաշտը, այս սենց 2 օր, 2 օրվա մեջ երեխոս կերան, կուլ տվեցին։ Մենք լրատվականներից ենք լսում, որ պատժել են իբր թե ճաշարանում են կռվե, մեզի ոչ մեկ չի եկե այստեղ, ոչ մի բան չի ասել։ Մենք ինչ որ լսել ենք լրատվական հեռուստացույցով կամ Facebook-ով այտենց տեղերից ենք լսի, իբր թե երեխեքին պատժել են, ճաշարանում կռիվ են։ Իմ երեխեն կռիվ առող չէ, օրերով սոված կմնար, օրերով ծարավ կմնար։ Ինքը չհակներել, չսնվել էր, ինքը չեր ասի սոված եմ կամ ծարավ եմ։ Էդի սուտ է։ Մեկին են մեզի ասել, ես չգիտեմ ընդեղից երբ են տարել, հետքերը մաքրել են նոր, հակագազերը պահել են, բրոնյա ժիլետ եղե, չի եղե, չգիտեմ, պահել են բրոնի ժիլետները, ինչ են արել, ինչ չեն արել, հետքերը մաքրել են, նոր երևի խաբար են արել։ Այդ ձևի է եղել։ Քնած եմ, երեխուս հետ խոսած է, հոգնած կին եմ, եկե պարկել եմ, ես ինչ իմանամ, որ գիշերը իմ երեխուն կտանեն, կսպանեն։ Մինչև գնացին եկան չէինք հավատում, նստած սպասում ենք, մինչև օրս էլ սպասում եմ, երեխես դռնից կմտնի հեսա վազելով կմտնի կգոռա մամ, աղբերը քարացել է, չի կարում խոսա, ինքն էլ 18 հլը հոկտեմբերին պիտի լռանա, արդեն թղթերն ուղարկել էին, թղթերը ձեռը պիտի այդ օրը գնար, որ հիվանդանոցի կաբինետներն անցներ, բանակ էր գնում, բանակ չկա։ Պիտի պատասխան տան, սպաներից բռնցրած բոլորը։ Ու ոչ մի պաշտոնական տեղեկատվություն չունենք, ոչ մի ձերբակալվածներ չկան, ոչ մեկ չի եկե մեզ մխիթարելու ու չեմ էլ ուզում, ես արգելել եմ, որ մեկը մտնի, ես չեմ սիրում, այդ համազգեստի մաչկի սնգավ, մի հատ պատասխան տվող չկա, խի պատասխան չեք տալի, ով պիտի պատասխան տա, ես ձեզ տղա եմ տվե, 19 տարի ինչ օրով եմ պահի այդ երեխուն տվել եմ ձեզի, դե բերեք տվեք, ես եթե իմանայի թշնամին է սարի գլխից խփեց երեխուս, փառքով պատվով կբերեի, կասի թշնամին արեց, ոչինչ, կհարմարվեինք, չի զոհվե, եթե զոհված լիներ կասեի զոհվել է, իմ երեխուն կերան, իմ երեխեն չի զոհվե, իմ երեխուն կերան, պատժամիջոց չէր, չգիտեմ ինչ էր, ինչ կատարվեց, ու բոլորը պիտի պատասխան տան, այդքան բան։ Շատ հոգնած ենք, շատ դժվար էր, ասի ոչինչ կսովորես, տղա ես։ Ու լամամ հաջող, մի հատ էլ լամամ, կարող էլ հաջող չանեմ այսօր, ասել է, անաստվածներ, ցավը տանի մաման, ես ասել եմ երազիս կգաս կասես։ Հենց է վառոտից մի քիչ ես կողմ այել է դեպքը, գնացել են տեղատեսել են, Սուրեն Իսարյան հետքերը, հոպարներն են գնացել, հոպարի տղենա գնացել, իր աղբերնա գնացել, իր հորքուրի ամուսիննա գնացել մեքենայով, 5 հոգի գնացել են,
Հենց այդ նույն ժամին մեզի թողին ու գնացին։ Գնացին, որ ճշտեն սուտեր։ Գնացին, որ գան ասեն սուտեր։ Բայց չի։ Դեպքի վայրը մարդ չկար։ Այրան հետքերը կային, տա երեխես տեսել ա, մինչև հիմա չի կարում խոսա։ Ճարպիկ երեխես։ Ինքը լիներ, գիտես ինչ կաներ դրանցը, սև հակագազ կբերեր գլխաներին։ Երկու աղբեր, բայց շատ տարբեր։ Շատ տարբեր։ Իրավիճակը սենց էր։ Կորպուսի մարդակերները, մեկ էլ զորամասի մարդակերները սա հավաքվել էին, որ մեզ հանգստացնեն, խաբեն, ասեն դուք գնացեք ձեր երեխով զբաղվեք, սքով զբաղվեք, մեղավորը կպատժվի։ Մենք հենց այդ պահին իրանք արդեն պլանավորած, որ պետք է խաբեն մեզ, խաբեն ճանապարհեն։ Երեխուն սպանին, դիակը տվին մեզ, խաբին ասին գնացեք հողահարկավորությունով զբաղվեք։ Դեպքի վայրը մաքրել էին, հակագազերը վերացրել էին։ Բանը որ հերքումա հակագազեր չեն եղել, սուտ է, հակագազեր եղել են։ Հակագազեր եղել են, կորպուսից հրաման են տվել հակագազերը հավաքեք, ամենածանր հոդվածը նետի է։ Իրանց հիգիենայի ժամին հանել են դուրս երեխեքին, պատժել են հակագազերով։ Սաղս էլ հասկանում ենք, սաղս էլ բանակում եղել ենք, հարազատներ ունեցել ենք բանակում, եթե պատժում են, հակագազով են պատժում։ Հակագազով բրոնեժիլետով։ Դուրակու ясно։ Դեպքն եղել է 9:20 մեզ ասել են 1:05 րոպե։ Խեն այդքան ուշ ասեմ մեզ, որ հետքերը վերացնեն։ Հասցնեն հետքերը վերացնեն, նոր մեզ տեղյակ պահեն։ Թարված մեքենա, լենտեր, ջարդված ապակիներ։ Վարչապետից, բանանախարարից, կորպուսի հրամանատարից, կորպուսի ամբողջ անձնակազմից, զորամասի հրամանատարից, ամբողջ անձնակազմից։ Սաղն էլ պատասխանատու են այս դեպքի համար։ Սաղը։ Խախտվել է օրենսգրքի բոլոր կետերը, ներքին կանոնակարգի, սաղ կետերը խախտված է։ Հիգիենայի ժամին պատժում եք, թող հանեիք պլացի վրա, մեծ պլաց ունեք դուք, թող պլացի վրա բազացնեիք, խեք հանե ճանապարհի վրա։ Ինչպես է, որ իմ 11 տարեկան աղջիկ երեխան, գիտակցելով, որ իր ծննդյան օրն է, գալիս ասում է մամ, ծնունդս չենք անելու, չէ, Սուրենն է մահացել։ Ասում եմ դե հա։ Իսկ ո՞նց է, որ նույն երկրի վարչապետը, որ զինվորը որպես արժեք բոլորինս է, ու այնպես չի, որ միայն կենացների ժամանակ պետք է հիշենք, ինչպես է ստացվում, որ նույն զինվորի հուղարկավորության ժամանակ վարչապետը մեծ համերգային ծրագիր է կազմակերպում։ Երեկոյան, երբ որ մտածում ենք ինչպես թողնենք զոհվածի մորը տանը մենակ, ու մտքերով գնում ենք տուն, տեսնում ենք հրավառություն երկնքում։ Ի՞նչն էինք տոնում։ Ուզում եմ հասկանամ, ի՞նչն էինք տոնում։ Լսում ենք ամեն օր զոհերի անուններ ենք լսում։ Մեկը կոծկվում է ինքնասպանություն, մեկը ամեն կերպ կոծկվում է, բայց այս դեպքը ոչ մի կերպ չեն կարողանում կոծկել։ Փորձեցին, հակագազ չի եղել, տղաները չէին վազում, տղաները զբոսնում էին, զգացին, որ չի անցնում այդ ամեն ինչը։ Հիմա ուղղակի լռում են, բայց մենք չենք լռելու, մենք ամբողջ գյուղով պատրաստ ենք միջև վերջ պայքարելու։ Սուքը մենակ այս ընտանիքում չի, ամբողջ գյուղում է։ Այս ամբողջ գյուղի վիշտն է, չգիտեմ, խոսքեր չկան ուղղակի։ Այստեղ էլ Սուրենի աշխատանքն է, ամեն ինչ իր ձեռքով է սարքել, ամբողջությամբ ինքն է փակցրել։ Զինվորը գիտեր իր համար ինչն է սկզբունքային թանկ ու կարևոր, կարծում եմ այդ սկզբունքով էլ փակցրել է այս ամեն ինչը։